Թուրքիան որոշել է հատուկ ռազմական գործողություն անցկացնել Իրաքում քրդերի դեմ։ Իրաքը արդեն պաշտոնապես քննադատել է այդ որոշումը, որը հնչեցրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանը։ Քրդերը, այդ թվում Իրաքի Քրդստանի ղեկավարությունը անհանգստացած է լրջորեն այս պլանավորված գործողություններով։ Հարաբերությունները Թուրքիայի եւ Իրաքի միջև վերջի օրերի ընթացքում լուրջ սրվեցին, բայց այստեղ նաև կապ ունի Իրանը։ Ինչ կապ ունի Իրանը Թուրքիայի ռազմական գործողության հետ, որ ուժերի միջոցով է Թուրքիան պատրաստվում այս գործողությունները ծավալել, ինչ շրջաններում եւ ինչպիսի ազդեցություն կարա ունենալ այս գործողությունները, այս ամենը մենք կպարզենք ձեր հետ միասին քարտեզի շնորհիվ եւ կհասկանանք նաեւ թե ինչ է տեղի ունենում առհասարակ քրդերի հետ։ Գիտեք, որ մենք ակտիվ ձեր հետ միասին քննարկում էինք Սիրիայում շատ ծանր իրավիճակը, որը քրդերի ուղղությունով ձևավորվեց եւ մանրամասն հետևում էինք բոլոր զարգացումներին, այս ուղղությամբ նաեւ զարգացումներ կային Իրանում, քրդերի բնակված շրջանակներում, հիմա իրավիճակը անցել է ամենագլխավոր ուղղությամբ եւ Թուրքիան, ասեմ ձեզ ուղիղ, որ առաջարկում է Իրանին փաստացի միասնական համատեղ գործողություններ անցկացնել եւ Իրաքի իշխանություններին էլ նաեւ ներգրավել այս ուղղությամբ քրդերի հարցը լուծելու նպատակով, այսինքն Թուրքիան, Իրաքը եւ Իրանը, ինչպես նաեւ Սիրիայում Շարայի իշխանությունը, որ միասնական հարված հասցնեն քրդերին եւ վերջնական լուծեն այս հարցը արդեն Քրդստանի տարածքում, այսինքն հենց Իրաքի շրջանում, որտեղ որ քրդերն են բնակեցված։ Եվ այս հարցը իհարկե շատ մեծ զարգացում ունի, շատ մեծ կարևորություն ունի եւ նորից վերադառնում է նաեւ հարցը իսլամական պետություն տերորիստական խմբավորման ակտիվացմանը, որը նաեւ այդ ուղղությամբ ակտիվ քայլեր է անում, ինչպես Սիրիայում եւ մենք դա ձեր հետ միասին քննարկեցինք, այդպես էլ դա վերաբերվում է իհարկե արդեն Իրաքի տարածքին։ Այսօր ձեր հետ միասին մենք քննարկելու ենք այս հարցը, մանրամասն ես ձեզ տեղեկատվություն կտամ տարբեր այս կարևորագույն գործընթացների մասին եւ քարտեզի վրա հարգելի հայրենակիցներ մանրամասն կուսումնասիրենք այս թեման։ Զուգահեռ ասեմ, որ ես կփորձեմ նաև մի քանի ուրիշ կարևոր հարցին անդրադառնամ այս մեր վերլուծության ժամանակ, նրա համար որ ել ավելի լիարժեք դարձնեմ ամբողջությամբ այս հարցը, այդ թվում ամերիկական զորքի հարցը, որը Սիրիայի տարածքը լքում է, կցույց տամ ձեզ, որ տարածքն է լքում, ինչու է լքում եւ ինչպես դա կարող է փոխել տարածաշրջանում իրավիճակը։ Ամբողջությամբ որ լիարժեք դարձնեմ այս վերլուծությունը, ես նաև կխոսեմ Իսրայելի ուղղությամբ տեղի ունեցող վտանգի մասին այս հարցում, թե Իսրայելը ինչ դիրքորոշում ունի եւ Միացյալ Նահանգները, եւ իհարկե կանդրադառնամ Հայաստանի վրա այս հարցի ուղիղ ուրեմն ազդեցությանը, թե Հայաստանը ինչ մոտեցում պետք է ունենա եւ ինչ հետևանքներ կարող է լինել Հայաստանի համար։ Այսինքն այսպես ամբողջական կլինի մեր այս վերլուծությունը։ Միջև անցնելը բուն վերլուծությանը, հարգելի հայրենակիցներ, ես բոլորիդ ողջունում եմ եւ կոչ եմ անում ձեզ անպայման աջակցեք այս վերլուծությանը եւ իմ գործունեությանը լայքելով այս վերլուծությունը, նաեւ ասեմ, որ ես բոլոր մեկնաբանությունները կարդում եմ եւ բոլորին արձագանքում եմ, ուստի հորդորում եմ ձեզ, որ մեկնաբանություններում ձեր կարծիքը նաեւ գրեք այս թեմայի շուրջ եւ ուրիշ նաեւ որևէ թեմայի, եթե ցանկություն ունեք, եւ իհարկե նաեւ կոչ եմ անում ձեզ բաժանորդագրվել ալիքին, որ հաջորդ վերլուծությունները տարբեր թեմաների շուրջ դուք նաեւ ստանաք։ Շնորհակալություն եւ անցնենք ուղիղ հարցին։ Հարգելի հայրենակիցներ, հիշում եք, որ մենք ակտիվ ձեր հետ միասին քննարկում էինք Սիրիայի թեման եւ հիշեցնեմ ձեզ, թե ինչպիսի իրավիճակ է հիմա ձևավորվել Սիրիայում, բայց միջև այդ ես կցույց տամ ձեզ առաջերտին Իրաքի ուղղությամբ քարտեզը եւ այստեղ մանրամասն ես փաստացի ձեզ իհարկե կբացատրեմ, թե այստեղ ինչ է կատարվում։ Սա առաջի անգամ է, որ մենք ձեր հետ միասին Իրաքի քարտեզն ենք դիտում եւ սովորենք իհարկե Սիրիայի քարտեզին, որովհետեւ իրադարձությունները այնտեղ էին կարևոր ձևով զարգանում, բայց Իրաքի քարտեզն էլ նաեւ իր նշանակությունը ունի։ Այս տարածքը, որը դուք տեսնում եք, սա Իրաքի պետության տարածքն է, որը ինչպես տեսնում եք հեռու չի գտնվում Հայաստանից, այստեղ է Հայաստանը եւ Թուրքիայի եւ Իրանից հետո Թուրքիան եւ Իրանը այստեղ են
միանգամից գալիս է Իրաքի տարածքը։ Ամբողջ այս տարածքը նշված ինչպես դեղինով, այդպես էլ կարմիրով, սա Իրաքի տարածքն է, կարմիրով նշածը վերահսկողության տակ է գտնվում Իրաքի կենտրոնական իշխանության, որի մայրաքաղաքը գտնվում է այստեղ, քաղաք Բաղդադում, եւ պետք է ասեմ, որ դա արաբական իշխանություն է, այսպես ասեմ, որը միևնույն ժամանակ բաժանված է երկու ուղղությամբ, դա ինչպես սուննի, այդպես էլ շիա արաբական խմբավորումներ են, բայց կարելի ասել ամենամեծ ազդեցությունը այստեղ ունի շիա ուղղությունը, այսինքն իրանական ազդեցությունը շատ մեծ է Իրաքում, բայց նաև կա սուննի ազդեցությունը։ Իսկ ինչ վերաբերվում է դեղինով նշված տարածքին, ապա դա Իրաքի Քուրդստան կոչված այդ տարածքն է, եւ ավելի մոտիկից ես ձեզ իհարկե նաև ցույց կտամ այդ տարածքը, բայց դուք տեսնում եք ամբողջությամբ ելքը դեպի Պարսիաց ծոց, այս փոքր հատվածը, որտեղ որ կա Իրաքում, մնացած հատվածը, ինչպես տեսնում եք, բնակեցման գլխավոր առումով Եվրատ գետի մոտ է եւ մայրաքաղաք Բաղդադը այստեղ եւ արդեն անցնում ենք դեպի ավելի հյուսիս։ Դեղինով նշված տարածքները, այդ թվում Էրբիլը, որտեղ է որ հայկական դիվանագիտական ծառայություն նաև կա, հյուպատոսություն Էրբիլում, կարելի ասել մայրաքաղաքն է այս դեղինով նշված Իրաքի Քուրդիստան տարածքի։ Բայց այստեղ նաև կա այսպիսի սպիտակով նշված տարածքը, հարգելի հայրենակիցներ, եւ դա ասեմ ձեզ, որ դա իսլամական պետություն, տերորիստական խմբավորման վերահսկողության տակ գտնվող տարածքն է։ Հիմա երբ մենք խոսում ենք այս հարցի շուրջ, առաջերտին մենք պետք է անդրադառնանք ձեր հետ միասին Սիրիայի նաև հարցին, եւ հիշում եք, մենք քարտեզի շնորհիվ այստեղ ակտիվորեն քննարկել էինք տեղի ունեցող իրադարձությունները։ Դուք գիտեք, որ այստեղ հասակայի շրջանում վերահսկողություն ունեին եւ դեռ պահպանում են մասնակի քրդական այդ ուժերը, ինչպես նաև Քամիշլիի ուղությունով եւ այս հատվածում ուրեմն Քոբանեի կամ Ալ-Նուլ Արաբի ուղությունով։ Այսինքն իրականում Իրաքի Քուրդիստան տարածքի հետ միասին այստեղ կապը, որը կար Իրաքի Քուրդիստանի եւ ուրեմն Սիրիայի հատվածում քրդական այդ բնակչության եւ Սիրիայի ժողովրդավարական ուժերի միջև, որոնց աջակցում էր Միացյալ Նահանգները եւ որոնց ուղղությամբ Շարայի կենտրոնական իշխանությունը Սիրիայի այդ ռազմական գործողությունները Թուրքիայի հետ միասին վարեց, իրանք գլխավոր առումով կապ ունեին Քուրդիստանի այս Իրաքի տարածքի հետ այստեղ, այս հատվածում, տեսնում եք, հիմա վերահսկողության տակ է վերցրել Շարայի իշխանությունը եւ դրանով կարելի ասել քրդերի խնդիրը, հարցը Սիրիայի տարածքում մեծ մասամբ լուծել են Թուրքիան եւ Սիրիան միասնական։ Այսինքն, երբ ասում եմ քրդական հարց, ինչ նկատի ունեմ, որ իրենք դեպի անկախություն, դեպի ինքնիշխանություն այդ քայլերը չկարողանան զարգացնել, որովհետև Թուրքիան պատկերացնում է, որ քրդերի այստեղ պետականության ձևավորումը վտանգ է իր համար ներկայացնում, որովհետև քրդերը Միացյալ Նահանգների հետ դաշնակիցներ են եւ արևմտյան այդ հարաբերությունների կողմնակից։ Հիմա արդեն ձեր հետ միասին մենք անցնում ենք ուղիղ հարցին, որը վերաբերվում է հենց կոնկրետ Իրաքի տարածքում գտնվող քրդերին։ Առաջի հերթին ասեմ, որ այս տարածքները, որը հիմա դուք տեսնում եք, գտնվում է իհարկե քրդերի վերահսկողության տակ, եւ այստեղ մի քանի խոշոր այսպիսի քաղաք կա, այս քաղաքը Դուհոկն է, մեծ խոշոր քաղաքը, հետո նաև գալիս է ամենամեծ քաղաքը եւ դա Էրբիլն է, որի մասին այստեղ որ մենք խոսում ենք ձեր հետ միասին, եւ զուգահեռ դրա նաև այստեղ հարգելի հայրենակիցներ մենք տեսնում ենք այստեղ նաև Սուլեյմանիա քաղաք կա, այստեղ, խնդրեմ, Սուլեյմանիա քաղաքը, որը նաև գտնվում է քրդական ուժերի վերահսկողության տակ։ Երկու քաղաք կա, որը քրդերը ուզում էին վերահսկել, դա Քիրքուկ քաղաքն է այստեղ, որը իրանք համարում են, որ իրանց վերահսկողության տակ պետք է լինի, այդտեղ նաև կա քրդական բնակչություն, բայց նաև արաբական բնակչությունը շատ մեծ է, եւ երկրորդ այդպիսի քաղաքը, շատ մեծ քաղաքը, դա Մոսուլ քաղաքն է այստեղ, որը նաև քրդական մեծ բնակչություն ունի, բայց ընդհանուր առումով այդտեղ արաբական բնակչությունն էլ շատ խոշոր է։ Ընդհանուր առումով հարգելի հայրենակիցներ, տեսնում եք, որ այդ երեք գլխավոր քաղաքներում
մեծամասնությունը քրդերն են Էրբիլում, Դուհոկում եւ այստեղ Սուլեյմանիայում, իսկ այդ Քիրկուկում եւ Մոսուլում արաբական մեծ բնակչություն է։ Իր ժամանակ այստեղ ռազմական գործողություններ էին տեղի ունենում, երբ քրդերը այստեղ ձևավորում էին Իրաքի Քուրդիստան այս տարածքը, որը դաշնային կառույցի ներսում գտնվում է եւ փաստացի մաս է Իրաքի պետության, բայց ամենաշատ անկախությունը եւ ինքնիշխանությունը փաստացի քրդերը ունեն հենց Իրաքի տարածքում։ Սիրիայում ինչ տեղի ունեցավ, մենք ձեր հետ միասին լավ գիտենք եւ ես նաեւ այդ վերլուծությունները ալիքի վրա հասանելի է եւ կոչ եմ անում ձեզ իհարկե գնալ եւ նայել, եթե ձեզ հետաքրքիր է այդ հարցը։ Իրանի տարածքում ասեմ, որ քրդերը իրավունքներ առանձնահատուկ չունեն, բայց ակտիվորեն ներգրաված են եղել այս ցույցերում, որոնք տեղի էին ունենում Իրանում ռեժիմը այաթոլլայի փոփոխության նպատակով եւ բացահայտ եւ ուղիղ ձեզ պետք է ասեմ, որ նաեւ սա վերաբերվում է իհարկե իրանց ազատության հարցին, բայց դուք գիտեք, մենք մանրամասն ձեր հետ միասին վերլուծել ենք այս հարցը եւ խոսել ենք այս հարցի մասին, որ Իրանում այդ ցույցերը այս պահի դրությամբ առնվազն որևէ առաջընթաց չեն արձանագրել եւ զուգահեռ դրա Միացյալ Նահանգները շարունակում են այստեղ իրենց ռազմական ուժերի ակտիվ մոբիլիզացումը։ Ես նաեւ ավելացնեմ, որ մեր թեման, տեսեք, լինելու է մի քանի ուղղությամբ միանգամից ամփոփելու է տարբեր հարցեր, այսինքն ոչ միայն մեկ թեմայի, այլ միանգամից մի քանի ուղղությունով եմ ես ձեզ տրամադրելու այսպիսի տեղեկատվություններ, ուստի շատ կարևոր է, որ ամբողջությամբ դիտեք, հարգելի հայրենակիցներ, վերլուծությունը, որ լիարժեք ստանաք տեղեկատվությունը եւ ասեմ, որ Միացյալ Նահանգները օրերս հայտարարել են, որ պատրաստվում են երկրորդ ուրեմն ավիակիրը ուղարկել տարածաշրջան, այո, միջև այդ մենք ձեր հետ միասին դրա մասին խոսել էինք, բայց մեծ հավանականությամբ դա չէր հաստատվում եւ տեղի փաստացի հնարավոր որ տեղի չէր ունենում, այլ առաջի այսպիսի նշանները կար դրա եւ հիմա արդեն հստակ կարամ ասեմ, որ Դոնալդ Թրամփը անձամբ ասեց, որ պատրաստվում է ուղարկել տարածաշրջան երկրորդ ավիակիր խումբը, մեծ հավանականությամբ խոսք է գնում ավիակիր Ջորջ Բուշի մասին, որը պետք է նաև լրացնի այն բացը, որը կա մեկ ավիակիրի կողմից, իսկ դա Աբրահամ Լինկոլնն է, որը հարավում գտնվում է տարածաշրջանում եւ Իրանի հարավում։ Եվ ասեմ, որ Իրանը նաև պատրաստվում է այդ ուղղությամբ միջուկային իր օբյեկտները ամրապնդում է, որովհետև պատրաստվում է հարձակման հնարավոր այդպիսի սցենարների համար։ Դա նաև վերաբերվում է քրդերի հարցին, որովհետև քրդերը եւ իրենց այսպես ասեմ ոտքի կանգնելը եւ ազատագրելու փորձերը իրենց այդտեղ այդ համակարգում իրանական կապ ունի ուղիղ իհարկե Իրանի դեմ ռազմական գործողություններից։ Այսինքն արեք քարտեզի վրա մի հատ պատկերացնենք, հա, քրդերը ինչ շրջաններում են ապրում։ Ուրեմն ես նշեցի իհարկե Իրաքի Քուրդիստանի այս տարածքը, նաև այստեղ հյուսիսում Քամիշլի եւ Հասակայի շրջանը, որտեղ որ քրդեր են ապրում, այստեղ արդեն խոսեցի Կոբանեի մասին, զուգահեռ դրա քրդեր են ապրում այն տարածքում, որտեղ որ պատմականորեն, որին մենք անվանում ենք Արևմտյան Հայաստան, այս հատվածում, այս տարածքում, տեսնում եք, եւ այս տարածքում ուրեմն քրդերի քանակը շատ մեծ է, բայց նաեւ քրդեր են ապրում այստեղ Ուրմիա լճի ուրեմն արևելյան կներեք արևմտյան ափի հատվածում եւ ել ավելի դեպի հարավ այս հատվածում նաեւ այստեղ ապրում են նաև քրդեր։ Այսինքն այս 4 կոնկրետ պետության ուղղությունով են քրդերը ապրում եւ ուղիղ ասեմ, որ Թուրքիան համարում է, որ Իրանի հետ հարցը լուծել են Թուրքիայի տարածքում քրդերի ուղղությամբ եւ Իրանի տարածքում քրդերի ուղղությամբ։ Սիրիայի տարածքում քրդերի ուղղությամբ հարցը Շարայի իշխանության հետ Սիրիայի կենտրոնական հարցը լուծել են, իսկ ինչ վերաբերվում է արդեն Իրաքի տարածքին, որտեղ ամենագլխավոր հատվածն է, որովհետև ամենաշատ ինքնիշխանություն ունեն, ապա դա է մեր այսօրվա թեման եւ հիմա ես մանրամասն ձեզ կներկայացնեմ այդ թեմայի շուրջ զարգացումները, որոնք շատ եւ շատ կարեւոր են, հարգելի հայրենակիցներ։ Ուրեմն պետք է ասել, որ փետրվարի 9-ին
այսպիսի հայտարարություն արեց Հական Ֆիդանը, որը ստեղծել է մեծ աղմուկ ուրեմն միջազգային առումով Թուրքիայի եւ Իրաքի միջև։ Թուրքիայի CNN հեռուստաընկերության CNN Թուրքի եթերում Հական Ֆիդանը հայտարարել է, որ ուրեմն Քուրդիստանի այդ բանվորական կուսակցության հարցը շուտով կդառնա ամենագլխավոր հարցը եւ Սինջարի շրջանի ազատագրումը Իրաքի շրջանում, Իրաքի տարածքում կարա տեղի ունենա շատ արագ եւ Ֆիդանը ընդգծել է, որ այդ բանվորների կուսակցության տարածքը, որը իրենք զբաղեցնում են Իրաքում շատ մեծ է, բայց Թուրքիայի տարածքում այս պահին այդ բանվորական կուսակցությունը Քրդստանի չունի որևէ տարածք եւ փաստացի նաեւ արձանագրել է, որ այդպիսի տարածք այլևս չկա Սիրիայի տարածքում։ Այսինքն իրանք արձանագրում են, որ այս ռազմական քրդական զորքերի վերահսկողության տակ գտնվող որևէ տարածքը ներկայացնում է իրանց համար ուղիղ սպառնալիք եւ հիմա իրենք փորձում են լուծել այս հարցը եւ Հական Ֆիդանը առաջարկել է համատեղ ռազմական գործողություններ Խայշտ աշ-Շաբաբի այս ուրեմն խմբավորման հետ։ Ասեմ ձեզ, որ այս Խաշտ աշ-Շաբաբի ուրեմն խմբավորումը ինքը իրականում Իրաքի տարածքում գործող այսպես կոչված ուրեմն ժողովրդավարական մոբիլիզացման ուժեր են, կամ ավելի ճիշտ ասել, կարելի ասել միլիցիաներ են իրանց կոչում, հենց տեղում եւ միջազգային առումով, եւ այս ուժերը հետաքրքիր է, որ շիիտական են, հարգելի հայրենակիցներ, այսինքն կապ ունեն ուղիղ Իրանի հետ։ Այսինքն Թուրքիան եւ Իրանը առաջարկում են համատեղ ռազմական գործողություններ քրդերի դեմ։ Եվ հիմա մանրամասն ես ձեզ կներկայացնեմ այս հարցը։ Կոնկրետ Հական Ֆիդանը առաջարկել է, որ Թուրքիան հասցնի այս տարածքի վրա ռազմական հարվածներ օդուժի միջոցով, իսկ ուրեմն Խաշտ աշ-Շաաբի այդ խմբավորումը գրավի այս տարածքը։ Արեք քարտեզի վրա մենք ձեր հետ միասին նաև առաջերտին դիտենք եւ հասկանանք, թե ինչ տարածքի մասին է խոսքը գնում, եւ այդ նպատակով ես առաջերտին ձեզ կցույց տամ Իրաքի տարածքում թուրքական ռազմակայանների հարցը, նրա համար որ ավելի հասկանալի լինի այս իրավիճակը։ Դուք այստեղ տեսնում եք կապույտով նշված, հարգելի հայրենակիցներ, Թուրքիայի ռազմակայանները Իրաքի տարածքում։ Այո, Թուրքիան ունի լայնածավալ ռազմական ներկայություն Իրաքի տարածքում եւ այս նպատակն է կոնկրետ, ինչպես տեսնում եք, ոչ թե Իրաքի, այլ Իրաքի Քուրդիստան շրջանի տարածքում ունի այսպիսի ռազմական ներկայություն, որի նպատակն է ըստ Թուրքիայի փաստացի վերահսկել իրավիճակը այդտեղ եւ ստեղծել այդ անվտանգությունը այնտեղ, իսկ ուղիղ ձեզ որ ասեմ, սա օկուպացիոն է իհարկե նշանակում նաեւ տարածքների, հատկապես այն շրջանների, որտեղ որ բնակվում են քրդերը։ Տեսեք, այստեղից մենք ձեր հետ միասին արդեն արձանագրում ենք, որ եթե Սիրիայի հետ սահմանը սկսվում է այստեղից է սկսում Սիրիայի հետ սահմանը, այստեղից Թուրքիայի հետ սահման է սկսում եւ դեպի հյուսիս այստեղից գնող այս տարածքը ամբողջությամբ Թուրքիայի հետ սահման է։ Այսինքն Թուրքիան այստեղ Իրաքի խորքում է ձևավորել ռազմակայաններ եւ արեք մի փոքր ավելի մոտիկից եւ մանրամասն դիտենք ձեր հետ միասին ռազմակայանները։ Սա մեկ ռազմակայանն է այստեղ հետո կա երկու այսպիսի ռազմակայան, մեծ ռազմակայաններ չեն, ավելի այսպես ուղիղ որ ասեմ դիտարկման կենտրոններ են, որտեղից որ պետքա վերահսկվի այս հատվածները սահմանի, հասկանում եք։ Այս կետից վերահսկվում է այս հատվածը սահմանի, այս երկու կետից վերահսկվում է այս հատվածները, բայց դուք տեսնում եք, որ այստեղ նաև խորքում է ձևավորված այդպիսի 1, 2, 3 ռազմակայան, այս հատվածում եւս 1, 2, 3 ռազմակայան սահմանի մոտ եւ եւս մեկ այստեղ, եւ երբ շարունակում ենք դեպի արևելք, տեսնում ենք, որ մեկ ռազմակայան այստեղ կա եւ մեկ ռազմակայան նաեւ այստեղ դիտարկման այսպիսի կետ,
եւ զուգահեռ դրա այստեղ էլ եւս մեկ այսպիսի դիտարկման կետ եւ ռազմակայան կա։ Եվ այս ամենը, ինչպես տեսնում եք, Թուրքիայի հետ սահմանի հատվածում է գտնվում եւ եթե ուղղակի հաշվենք, տեսնենք, որ այստեղ 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 եւ այստեղ խորքում գտնվում է 14-րդ ռազմակայան, այսինքն Թուրքիան ունի 14 ռազմական օբյեկտ այս Իրաքի տարածքում, Իրաքի Քուրդիստանի եւ փորձում է վերահսկել այս տարածքը, բայց հիմա մենք ձեր հետ խոսում ենք լրիվ ուրիշ տարածքի մասին եւ խոսք է գնում ուրեմն այս կոնկրետ հատվածի մասին։ Եվ ես հիմա դեռ մոտիկից ձեզ կցույց տամ այս քաղաքը, իսկ հետո ավելի հեռվից իհարկե։ Սա խոսք է գնում այս կոնկրետ քաղաքի մասին, Սինջար քաղաքն է, տեսնում եք։ Սինջարում իրականում ապրում են քրդերը, բայց որոնք ոչ թե իսլամի ուղղությունով են, այսպես ասեմ, կրոնական առումով, այլ Սինջարը տեսնում եք, այս կանաչ գոտի, որ նշված է, դրա հարավում Սինջարում ապրում են եզդիներ։ Եզդիների հետ մենք լավ ծանոթ ենք, այդ թվում քրդերի հետ էլ լավ ծանոթ ենք, գիտենք, որ եզդիները իրանք առանձին կրոն ունեն, հաճախ եզդիները իրանց համարում են նաև առանձին էթնիկ խումբ, այդ հարցը վիճարկվում է, կան խմբեր, որոնք համարում են, որ եզդիները իրանք քրդեր են, բայց եզդիական կրոն ունեն, իսկ կան եզդիներ, ով համարում են, որ իրանք համ զուգահեռ առանձին կրոն ունեն եւ ոչ քրիստոնյա են, ոչ էլ մուսուլման, միևնույն ժամանակ իրանք առանձին իրանց էթնիկ խումբ են նաև համարում։ Այս հարցը իրանց ներքին հարցն է, այսպես ասեմ, բայց շատ կարևոր է, որ մենք ձեր հետ միասին հիմա հասկանանք ինչ է այնտեղ տեղի ունենում, սա Հայաստանի հետ էլ կապ ունի, որովհետև քրդերը ֆիզիկապես կարելի ասել հայ ժողովրդի հարևաններն են նաև եւ Թուրքիայի հետ սահմանի բացման դեպքում էլ ուղիղ քրդերի հետ շփումը էլ ավելի աճելու է, բացի դրանից նույն Իրաքի հատվածում Հայաստանը հյուպատոսություն ունի, ինչպես դες արդեն ասացի, Էրբիլում, եւ առհասարակ տարբեր ազդեցությունների հարց կա այստեղ։ Պետք է ձեր հետ միասին հիմա հասկանանք այս հարցը։ Բաղդադը պաշտոնապես ուրեմն մեղադրեց Անկարային նրանում, որ Անկարան միջամտում է Իրաքի սուվերենության մեջ, իսկ թուրքական կողմը դրանից հետո փորձեց մեղմել իրավիճակը հայտարարելով, որ սխալ են հասկացել Հական Ֆիդանի հայտարարությունները։ Ես կպարզաբանեմ հիմա, թե ինչու է խնդիրը, որովհետև երբ կոնկրետ Իրաքը քննադատում է սա, պետք է հասկանանք, որ Իրաքի իշխանությունը միայն շիա իշխանություն չէ, այդ թվում սուննի է, իսկ Թուրքիան առաջարկել է շիա խմբավորումների հետ միասին հարցը լուծել։ Եվ դա մեզ բերում է կարևոր հարցի. Թուրքիան եւ Իրանը որոշել են միասնական գործել եւ համագործակցել, երբ հարցը վերաբերվում է ամերիկյան ազդեցությանը եւ Իսրայելի դեմ գործունեությանը։ Այսինքն սրանով, հարգելի այրենակիցներ, մենք վերադառնում ենք կարևոր հարցին, այսինքն ինչքանով Թուրքիան եւ Իրանը հակակշիռ են, թե իրանք փորձում են լրացնել միմյանց։ Եվ այստեղ պետք է մենք ձեր հետ միասին արձանագրենք, որ շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իրանք միասնական են գործում, այդ թվում կոնկրետ օրինակ կա։ Սա բերում է մեզ իհարկե հետ հարցին Հայաստանի ուղղությամբ։ Մենք արդյոք ինչպես ընդդիմությունը առաջարկում էր եւ շարունակում է պնդել, որ Իրանի հետ միասին պետք է հակաթուրքական որևէ օրակարգում ներգրավենք, երբ մենք ձեր հետ միասին փաստացի օրինակով, փաստերով հենց հիմա այսօր տեսնում ենք, թե ինչպես են կոորդինացնում գործողությունները Թուրքիան եւ Իրանը առանձնահատուկ դեպք է հենց քրդերի դեպքում Իրաքի ուղղությամբ։ Եվ այստեղից պետք է դասեր քաղենք, ասելով, որ չնայած նա, որ Թուրքիան եւ Իրանը մրցակիցներ են, շատ հարցերում իրանք ակտիվորեն միմյանց հետ համագործակցում են, այսինքն այս պնդումը այդպես կոչված ընդդիմության ակնհայտորեն հիմնված չէ փաստերի վրա, այլ հիմնված է հորինած իրականության եւ արտաքին քաղաքականության սխալ ուրեմն պատկերացումների վրա։ Իսկ մենք ձեր հետ միասին, այդ թվում այս ալիքի միջոցով, մեր բոլոր ուրեմն հետևանքները, արդյունքները, գնահատականները եւ մոտեցումները Հայաստանի արտաքին քաղաքականության հետ հիմնում ենք նաեւ մանրամասն ուսումնասիրելու վրա կոնկրետ իրավիճակը տարբեր եւ տարբեր դեպքերում
շրջաններում աշխարհաքաղաքական իրադարձությունների հետ եւ մենք հիմնվում ենք ձեր հետ միասին փաստերի վրա եւ սա շատ կարեւոր է եւ ես համոզված եմ որ դուք շատ գնահատում եք հենց սա եւ այդ իսկ պատճառով ամենօրյա ռեժիմում դուք դիտում եք այն կարևոր վերլուծությունները, որը ես ձեզ առաջարկում եմ։ Իրաքի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Թուրքիայի դեսպանին Անիլ Բորա Ինանին եւ իրան ուրեմն հայտնել է, որ Իրաքը քննադատում է այս հայտարարությունը։ Իրաքի արտաքին գործերի փոխնախարար Մուխամեդ Բախր Ալ-Ուլումը հայտարարել է, որ Ֆիդանի հայտարարությունները խախտում են դիվանագիտական ստանդարտները եւ ներխուժում են Իրաքի ներքին գործերի մեջ եւ Սիջարի այդ տարածքը Իրաքի ուրեմն սուվերեն տարածքն է եւ այդ սուվերեն տարածքում Թուրքիան անելիք չունի ըստ Իրաքի։ Բացի դրանից դեսպանը Թուրքիայի փորձել է ասել, որ սխալ են հասկացել այդ հայտարարությունները եւ այդ ուղղությունով է պնդում տեղի ունենում։ Բացի դրանից պետք է ասել, որ Եզիդի ուրեմն այդ падգամավորը եւ Յազդա այսպիսի կազմակերպության ղեկավար Մուրադ Իսմայիլը հերքել են եւ քննադատել են, այսպես ասեմ, Ֆիդանի հայտարարությունները եւ ասել են, որ Սիջարը ոչ միայն Թուրքիայի համար չի ներկայացնում որևէ սպառնալիք եւ դա Իրաքի տարածքն է, հիշեցրել է նաեւ, որ Սիջարի ուղղությունով պայմանավորվածություններ կային, որը Թուրքիան մինչև այսօր չի կատարում եւ սա իհարկե նաեւ շատ կարեւոր հարց է։ Հիմա մենք ձեր հետ կխոսենք, թե Սիջարի հարցը ընդհանրապես ինչ հարց է եւ ինչ կապ ունի եւ ինչու է դեղինով չի նշված այստեղ, չնայած նրա, որ ըստ Ֆիդանի այդտեղ գտնվում են քրդական բանվորական կուսակցության ներկայացուցիչները։ Ֆիդանը հայտարարել է, որ այդ բանվորական կուսակցությունը, այդ թվում զինված քրդական ուժերը, այսինքն թարգմանում եմ, որ ասում են բանվորական կուսակցություն, զինված ուժերը նկատի ունեն, Սիջարը Մախմուրում եւ Կանդիլում, ուրեմն այս հատվածում, այսինքն Իրաքի ունի նաեւ վերահսկողություն այստեղ եւ առաջարկել է Խաշտ Աշ-Շաաբի հետ միասին այդպիսի գործողություններ ծավալել 2-3 օրվա ընթացքում։ Բացի դրանից, ասել է Ֆիդանը, որ մոտավորապես 20 հանդիպում է ունեցել Խաշտ այդ խմբավորման ղեկավարի հետ Ֆալիխ Ալ-Ֆայադոյի հետ եւ ուրեմն քննարկել է այս հարցերը։ Եվ շատ հետաքրքիր է հարգելի հայրենակիցներ, որ այս Ֆալիխ Ալ-Խայադը ինքը իհարկե շիա այդ խմբավորումների ղեկավարն է եւ Թուրքիան, որ կարողացել է շիա խմբավորումների հետ համագործակցել։ Բացի դրանից ասեմ ձեզ, որ այս շիա խմբավորումները ուղիղ աջակցություն ունեն Իրանի կողմից, ֆինանսավորվում են Իրանի կողմից եւ նաեւ ակտիվորեն ներգրաված են Իսրայելի դեմ այն տրամաբանության մեջ, որը կա կոնկրետ Սիրիայի ուղղությունով նաեւ կար եւ երբ այնտեղ Ասադի իշխանությունն էր, աջակցում են Հեզբոլահին, որը նաեւ շիա խմբավորում է եւ գործում է Իսրայելի դեմ, եւ նաեւ Եմենում այդ հութիների, այսինքն այս Իրաքի խաշտ այդ խմբավորումները կարելի է համարել Հեզբոլահի եւ ուրեմն հութիների հետ միասին նույն ցանցի մաս Իսրայելի դեմ, բայց պետք է տեսնել այստեղ հետաքրքիր շատ զարգացում, հարգելի հայրենակիցներ, որ եթե Իրանը ակտիվորեն աջակցում է Համասին, որը գործում է Գազայում եւ որը սուննի տերորիստական խմբավորում է, ապա Թուրքիան փաստացի մենք առաջի դեպքն է արդեն տեսնում ենք, որ սկսում է ինչ որ առումով համագործակցել շիա խմբավորումների հետ։ Մենք ձեր հետ միասին խոսել էինք այդ դեպքի մասին կոնկրետ Լիբանանի ուղղությունով, որտեղ որ Թուրքիան սկսում է ակտիվացնել իր ներդրումները եւ համագործակցությունը եւ ինչ որ առումով լրացնել այն ազդեցությունը, որը այդտեղ ունի Սիրիա, ուրեմն Իրանը հենց Հեզբոլահի ուղղությունով, բայց նաեւ հիմա հետաքրքիր է, որ Իրաքի ուղղությունով Թուրքիան սկսում է համագործակցել շիա խմբավորումների հետ եւ Իրանի հետ։ Սա շատ կարեւոր է։ Բացի դրանից պետք է ասել, որ Ֆիդանը մեղադրել է Իրաքի իշխանություններին, որ քրդական այդ բանվորական կուսակցության հարցը չի որոշվում մինչև վերջ եւ նրանից հետո որ Սիրիայի տարածքում
հարցը լուծված է, ասում է Ֆիդանը, անխուսափելի է, որ հիմա ուշադրությունը անցնելու է դեպի Իրաքի ուղղություն եւ Բաղդադը պետք է քայլեր անի, որ այս հարցը նաեւ լուծի։ Ուրեմն եւ այստեղ պետք է հարց է դրվում այսպիսի, որ ինչու է, եթե Իրաքը ասում է դա սուվերեն հարց է, հանդուրժում տերորիստական խմբավորումին ըստ Թուրքիայի իր սեփական տարածքում։ Իհարկե, սա պետք է ասել, որ տեղի է ունենում զուգահեռ ոչ միայն Սիրիայի տարածքում այդ կարևոր գործողությունների քրդերի դեմ, այլ նաև տեղի է ունենում կոնկրետ Թուրքիայի այս ռազմական ներկայության եւ շատ հաճախ ռազմական հարվածների ժամանակ եւ զուգահեռ այս ուղղություններով, այսինքն Թուրքիան կիրառում է նաև իր տարբեր զինված ուժերը այս ուղղությունով եւ այս ռազմակայանները այստեղ ոչ միայն դիտարկում են, այլ նաև հարվածային ուրեմն նպատակներ ունեն։ Պետք է ասել, որ քրդերը իհարկե շատ են անհանգստացած այս հարցերով եւ Սինջարի ուղղությամբ 2020 թվականի կոնկրետ պայմանավորվածություններ կային, որը ուրեմն պահանջում էր, որ տարածքում միայն գործեին այդ Սինջարի պաշտպանության խմբավորումները, եզդիական խմբերը, որոնք կապ ունեն քրդական այդ բանվորական կուսակցության հետ։ Տեղում ասեմ, որ գնահատականը տարբերվում է ժողովրդի իրանց հանդեպ, բայց ընդհանուր առումով պետք է ասել, որ սա կարևոր ուղղություն եւ հարց է։ Թուրքիան ընդհանուր առումով ուրեմն խոսում է նրա մասին, որ շարունակելու է հարվածները Իրաքի տարածքում եւ փորձելու է ոչնչացնել այդ տերորիստական խմբավորումները։ Պետք է ասել, որ եւ արդեն հետաքրքիր ուղղության անցնել, որ Քուրդիստանի այս իշխանությունը եւ խոսք է գնում դեղինով հարգելի հայրենակիցներ այստեղ նշված տարածքի մասին, ուրեմն ունի ռազմական համագործակցություն Թուրքիայի հետ այդ Քուրդիստանի բանվորական կուսակցության դեմ եւ որովհետեւ կարելի ասել, որ այդտեղ արճակատում կա շահերի եւ դա հետաքրքիր մաս է այդ ուղղությամբ, բայց միևնույն ժամանակ այս Քուրդիստանի իշխանությունը, որը այստեղ գտնվում է, մրցակցում է կենտրոնական Բաղդադի իշխանությունների հետ ազդեցության համար կոնկրետ Սինջարի հատվածում եւ բոլորը մտահոգված են այդտեղ Խաշտ աշ-Շաաբի այդ խմբավորումների ազդեցության աճի ուղղությամբ, որովհետեւ Իրանը փաստացի ներկա է այս տարածքում Սինջարի հենց այդ Խաշտ խմբավորման միջոցով։ Եվ փաստացի մենք տեսնում ենք, որ Թուրքիան եւ Իրանը այդտեղ ունեն համատեղ շահեր։ Միջազգային առումով նաև կա այդպիսի վտանգներ, որովհետև Միացյալ Նահանգները ակտիվորեն ներգրաված են, որովհետև մտահոգված են, որ տերորիստական խմբավորում Իսլամական պետությունը, որը այստեղ հիմա դեռ դիրքեր է պահպանում, այդ խմբավորումն կարող է ակտիվացնել իր գործունեությունը։ Հիշեցնեմ ձեզ, որ նախկինում 2014 թվականին Իսլամական պետությունը այստեղից հարձակվել էր Սինջարի ուղղությունով եւ կազմակերպել էր եզդիների ցեղասպանություն այդտեղ, սպանելով իրենց զուտ այն պատճառով, որ իրենք եզդի են եւ համարելով իրենց կրոնը անընդունելի եւ այդ պատճառով իրենց սպանել նույնիսկ։ Այդ ժամանակ պետք է ասել, որ այդտեղ կոնկրետ օգնություն եկան հենց քրդական այդ զինված ուժերը, որոնք փորձեցին եւ օգնեցին ուրեմն կոնկրետ եզդիներին այդտեղ, որից հետո իրանք ձևավորեցին այդտեղ եզդիական ինքնապաշտպանողական Սինջարի ուժերը եւ առանձին կան քրդական ուժեր, այսինքն որոնք մեծ մասամբ իսլամական են եւ միևնույն ժամանակ Սինջարի ուժերը, որոնք եզդիական են եւ զուգահեռ դրա պետք է ասել, որ միջև հիմա փաստացի այդ տարածքը վերահսկողում են դե ֆակտո, ճիշտ է, այստեղ նշված է, որ Իրաքի կենտրոնական իշխանության վերահսկողության տակ է, բայց իրականում տեղում վերահսկողությունը նաև այդ ուրեմն
ինչպես արդեն ասացի, Սինջարի պաշտպանության եւ քրդական ինքնապաշտպանության ուժերը ունեն եւ այս տարածքը օգտագործում են Սիրիայի հետ կապի ուղղությամբ, այսինքն այս տարածքը փորձում էր միևնույն ժամանակ կապել այստեղ քրդերին այս տարածքով, հետո կապել Սիրիայի տարածքում գտնվող այդ ուրեմն Սիրիայի ժողովրդավարական ուժերի, այսինքն քուրդերի ուժերի ուղղությունով։ Եվ իսլամական պետության այդ ակտիվությունների ժամանակ սարսափելի իրավիճակին էր բերել, բայց 2020 թվականին արդեն Իրաքի իշխանությունները Բաղդադը, Էրբիլը եւ Անկարան տարբեր ձևերով են տեսնում հարցը, որովհետեւ Իրաքը ստորագրեց կենտրոնական իշխանությունը Քրդաստանի այս շրջանի իշխանության հետ պայմանագիր, որը ներառում էր այստեղից քրդական ուժերի դուրս հանումը եւ դրա փոխարեն փաստացի համատեղ կառավարումը, բայց մենք տեսանք, որ ոչ եզդիների ուժերն են պատրաստ այդտեղ զինաթափվել, ոչ էլ շիիտական այդ խաշտ ուժերը պատրաստ են այդտեղից դուրս գալ եւ այդ պատճառով այդտեղ բարդ իրավիճակ է ձևավորվել։ Ընդհանուր առումով պետք է ասեմ, որ Քուրդիստանի այս շրջանը համարում է, որ Սինջարը իր տարածքն է եւ ինչպես դες ասացի Մոսուլի եւ Քիրքուքի հետ միասին Սինջարը նաեւ համարում է այս Քուրդիստանի շրջանի տարածք, բայց զուգահեռ դրա պետք է ասել, որ այդտեղ մրցակցությունը աճում է Անկարայի եւ Բաքվի միջև։ Եվ իրանական այդ շիիտական խմբավորումները, որոնք գործում են այդտեղ, երբ իսլամական պետությունը այդտեղ ջախջախվեց, ապա դրանից հետո ամրապնդվեցին նաև այդտեղ եւ փորձում են այստեղ նաև ներկա գտնվել։ Հիմա շատ կարճ արդեն ես ամփոփելով այս հարցը փորձելու եմ ձեզ ներկայացնեմ, հարգելի այրենակիցներ, հնարավոր զարգացման սցենարները եւ կապը Հայաստանի հետ։ Առաջի հերթին պետք է ասեմ, որ Թուրքիայի եւ Իրաքի հարաբերությունները կարող է ավելի սրվեն, եթե այդ ուղղությամբ գործողություններ լինեն։ Թուրքիան հասկանալի է, որ հիմա մոտակա շաբաթների ընթացքում փորձելու է այս հարցը բարձրաձայնել եւ փորձել այս ուղղությամբ լուծում տալ, եթե ոչ, ապա ես նույնիսկ կարող եմ կանխատեսել, որ Թուրքիան կարող է ռազմական գործողություններ սկսի այս ուղղությունով եւ իր ռազմակայանները նաեւ կիրառի ինչպես Սիրիայի ուղղությունից, այդպես էլ Իրաքի, բայց ավելի Իրաքի, որ հանկարծ չլինի միջպետական պատերազմ այդտեղ կազմակերպված, ընդհանուր առումով հենց հարցը ավարտվի Սիրիայում այդ քրդական ուժերի հետ, ապա Թուրքիան սկսելու է այս ուղղությունը եւ Բաղդադի աջակցությունը իհարկե շատ կարևոր մաս պետք է լինի այս ուղղությամբ, բայց այս պայմանությամբ մենք տեսնում ենք, որ Բաղդադը այդ որոշումը դեռ չի կայացրել։ Ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգները իհարկե նաև իրենց ներդրումը ունեն, որ Բաղդադը չտա այդպիսի թույլտվություն այն նպատակով, որ ել ավելի չսրվի իրավիճակը տարածաշրջանում, որովհետև տեսեք, դա նաև քրդերի թուլացման ուղղությամբ է հարց, իսկ քրդերը այնպես էլ շատ են թուլացել եւ հիմա մենք հարց պետք է մեզ տանք եւ վերադառնանք իհարկե այս քարտեզից նաեւ Սիրիայի քարտեզին, որ ել ավելի լավ ձեր հետ միասին եւս մեկ անգամ պատկերացնենք իրավիճակը, բայց նաև պետք է հասկանանք, որ երբ այս հարցի մասին խոսում ենք, Հայաստանի համար քրդերի այդտեղ թուլացումը ընդհանուր առումով դա բացասական զարգացում է, որտեղ դա Թուրքիայի դիրքերի հզորացում է նշանակում եւ Ամերիկայի դիրքերի թուլացում, իսկ մեզ ձեռը տալի հակառակ գործընթացները։ Սիրիայի տարածքում իրավիճակը առանց փոփոխությունի է, ինչպես տեսնում եք, այս երկու հատվածը դեռ նշված են, որովհետեւ այդտեղ քրդական ուժերը գոյություն ունեն, բայց ինտեգրացումը տեղի է ունենում եւ կենտրոնական իշխանությունները այդտեղ վերահսկողություն են հաստատել, ամերիկացիք ունեն այստեղ ռազմակայան ժամանակավոր, որը օգտագործվում էր ինչպես Սիրիայի ուղղությունով, այսպես էլ օգտագործվում էր Իրաքի ուղղությունով, այդ թվում քրդերի աջակցության նպատակով Ատ-Տանֆի այդ հատվածը, այս հատվածի մասին է խոսքը, տեսնում եք, այստեղ է ռազմակայանը, ամերիկացիք այստեղից որոշել են դուրս գալ, համարում են, որ դրա անհրաժեշտությունը չկա։ Դա եւս ցույց է տալի, որ փոխվում է տարածաշրջանում դինամիկան եւ ամերիկացիքի գլխավոր ցանկությունը հիմա կլինի ոչ թե Սիրիայի քրդերի վրա հիմք դնելը, այլ թույլ տալը կարելի ասել այդտեղ, որ
քրդերի հարցը երկրորդական դառնա, զուգահեռ դրա Իրաքում փորձելու են իհարկե պահել ստեղծված իրավիճակը, որտեղ ամերիկացիք են իր ժամանակ օգնել ստեղծվի Սադամ Հուսեյնից տապալելուց հետո այնտեղ Իրաքի այդպիսի առանձին շրջանը, բայց այստեղ մենք ձեր հետ միասին նաև կարճ ես քարտեզի շնորհիվ ձեզ կցույց տամ դրուզերի ուղղությամբ իրավիճակը, տեսնում եք եւ ես կանխատեսել էի դա մեր վերլուծություններից մեկում, որ այս կանաչով նշված հատվածը, այսպես թեթև կանաչով, բաց կանաչ գույնով, դա նոր տարածքներն են, որոնք կենտրոնական իշխանությունները գրավել են Սուվեյդայի ուղղությունով, այսինքն ինչպես ես նախատեսել էի, ռազմական գործողություններ այդ ուղղությամբ նաև տեղի են ունենում եւ Իսրայելը այստեղ շարունակում է իր զինված ուժերը ակտիվորեն մարտական իրավիճակում պահել, որովհետեւ երբ ուզես այստեղ իրավիճակը կարող է սրվել եւ դա նաև կապ ունի նրա հետ, որ Թուրքիան փորձում է քրդերի հարցը լուծել այստեղ, իսկ քրդերի հարցը լուծելով հարգելի այրնակիցներ, այս հատվածում են քրդերը չէ ապրում, հարավում ապրում են արդեն սուննի արաբներ։ Այսինքն Թուրքիան տեսնում է, որ քրդերը կարող են գնալ դեպի Ամերիկա, կարող են դեպի սեփական պետություն շարժվել, իսկ Թուրքիան ուզում է այդ հարցը լուծել, այդ թվում եզդիների հարցը, որոնք մուսուլման չեն, բայց արաբ մուսուլմանների դեպքում ինչպես Սիրիայի, այդպես էլ Իրաքի Թուրքիան տեսնում է հնարավորություն հակառակը, որ այդտեղ ամրապնդի այդ դիրքերը եւ այդ ամենը ուղղված է լինելու Իսրայելի ուղղությամբ։ Իսկ Իսրայելի ուղղությամբ ես օրերս հարցազրույց եմ տվել, որը հասանելի է Ալիքում եւ լրագրողին իսրայելցի, որը բնակվում է Հայաստանում եւ հրեական համայնք է փաստացի ներկայացնում, Նատանիել Տրուբկինին հարցազրույցում ես հստակ ասեցի Իսրայելին նրա համար, որ ապահովի իր սեփական անվտանգությունը Թուրքիայից եկող սպառնալիքներից, իսկ մենք ձերս միասին այսօր խոսում էինք հենց Թուրքիայից եկող սպառնալիքների մասին, Իսրայելի համար կենսական է ապահովել եւ օգնել Հայաստանին, որ Հայաստանը հզորանա եւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև լինի հզոր պինդ Հայաստանը, հզոր պինդ բանակով, անվտանգային համակարգով։ Եվ ես այդտեղ ասացի, որ ես համարում եմ Իսրայելը համ աջակցել է, համ նույնիսկ ինչ որ առումով կարող է նաև իր ներդրումն է ունեցել նրանում, որ Միացյալ Նահանգների հետ մեր հարաբերությունները ակտիվորեն զարգանում են, նաև ասեմ, որ հրեական լոբին այդ իր դերը ունի եւ պատվիրակությունում նաև հрьяաներ էլ կային, որը օրերս Ջեյ Վենսի հետ միասին եկել էր Հայաստան։ Այսինքն շատ ուղիղ ասեմ, որ Իսրայելը հիմա օգնում է Հայաստանին նաև Միացյալ Նահանգներում չի խոչընդոտում այս գործընթացները եւ մենք պետք է Երևան-Երուսաղեմ հարաբերությունները զարգացնենք այդ ուղղությամբ, որովհետեւ քրդերի հարցը ել ավելի ծանրանալով Իսրայելի համար Հայաստանը դառնում է ել ավելի կարևոր։ Հատկապես այն ֆոնին, որ երեք Վրաստանում նշել են առանձնահատուկ այսպիսի ուշադրությունով եւ մոտեցումով Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձը եւ եթե Հայաստանի եւ Ադրբեջանի դեպքում Իսրայելը ավելի է աչք փակում, որովհետեւ ուղիղ սահման կա եւ իրավիճակը ուրիշ է, ապա Վրաստանի դեպքում դա այդպես չէ եւ բացի դրանից ուղիղ պետք է ասել, որ երկար տարիներ Վրաստանը Իրանի հետ շատ սառը հարաբերություններ ուներ, վրացական երազանքի վերջի ժամանակահատվածում մոտեցումը ուրեմն Իրանի ուղությունով եւ այդ քայլը երեք բերել է նրան, որ այսօր Իսրայելի դեսպանությունը Վրաստանում քննադատության հայտարարություն է արել եւ բացահայտ ուրեմն քննադատել է այդ որոշումը Վրաստանի իշխանությունների եւ դա բերում է նրան, որ իրականում Վրաստանը ստացվում է, որ հիմա Իսրայելի հետ հարաբերությունների վատթարանում են այս իշխանությունների շնորհիվ, ինչպես նաև Վաշինգտոնի հետ, իսկ Հայաստանի համար ստեղծվում է հնարավորություն ել ավելի մոտեցնել հարաբերությունները ինչպես Վաշինգտոնի, այդպես էլ Երուսաղեմի հետ եւ սա շատ կարեւոր հնարավորություն է։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ձեզ ուշադրության համար։ Շատ կարևոր է, որ գրեք ձեր մեկնաբանությունները եւ կարծիքները եւ ես անպայման կընթերցեմ եւ կպատասխանեմ ձեզ եւ միասին քննարկենք այդ հարցը, չենք մոռանում իհարկե լայքել այս վերլուծությունը եւ բաժանորդագրվել, կհանդիպենք հաջորդ վերլուծության ժամանակ, ստեսություն։